Սիրելիներս, ես անձամ իմ մասին կարող եմ ասել, բայց նման մի բան ճշմարիտ եւ իրական է, որտեվ երբ որ այսօրվա քարոզի մասին էի պատրաստում, տարբեր քարոզիչներից նման նույն միտքը առա։ Ինչպես խոսքիս մի քիչ առաջ ասեցի, 25 տարի որ այս եկեղեցում ծառայում եմ եւ հովական ծառայություն եմ եւ քարոզում եմ, Սիրելիներս, մեր ամբողջ քրիստոնեության ամբողջ ուշադրությունը կիսակենտրոնը ինչն է։ Քրիստոսի ծնունդը եւ բնականաբար Քրիստոսի մահը եւ հարությունը։ Եվ ես համոզված կարող եմ ասել, որը որպես հովիվ 25 անգամ այս 25 տարվա մեջ Քրիստոսի ծնունդն եմ քարոզել, երբ որ ծննդյան տոնական օրերն եկել եւ 25 անգամ նրա հարության զորությունն եմ քարոզել, անկախ առանձին զոր, երբ որ զատկվա տոնական օրերն եկել։ Դա բնական է։ Եվ հետո քրիստոնեության մեջ մենք ունենք Պենտեկոստեի տոնը եւ մյուս ուրիշ տոներ։ Բայց մի բան ինչ պատճառով ես անձամ ինձ վրա է վերցում եւ ես 25 տարվա մեջ կարող եմ մի քանի անգամ քարոզել եմ, բայց ոչ 25 անգամ։ Եվ դա գիտեք ինչի մասին է։ Քրիստոսի համբարձման մասին։ Եվ ես երբ որ ընթերցում էի հովիվներին, այսպես վերլուծում էի, կարդում էի, բոլորն էլ խոստովանում էին, որ հաճախ մենք բաց թողում ենք արել։ Մեր տարիների ընթացքում ամեն անգամ համբարձումի տոնը, իրականություն ու ճշմարտությունը չենք շեշտել, դրա մասին չենք խոսել, չենք քարոզել։ Ինչ պատճառով մտածել ենք դա երկրորդական է քրիստոնեական կյանքի մեջ։ Սրանից 3 օր առաջ 5 շաբթի օրը Քրիստոսի համբարձման տոնն էր։ Եկավ անցավ։ Մենք ունենք Սուրբ Գիշերտողության, բայց ես մտածեցի, որ ընդամենը մի քանի օքով ենք հավաքված։ Դրա համար ոչ մի վերլուծություն, ոչ մի խոսք չխոսվեց, մտածեցի, երբ որ Կիրակի կգա, իմ ամբողջ խոսքի նյութը կլինի համբարձումի մասին։ Անգլերեն կոչվում է ascent։ Մի դժվարին բառ է, որ շատ հազվադեպ ես լսում այստեղ ու այնտեղ։ Բայց դա իրական է ու ճշմարիտ է։ Եվ ամբողջովին սուրբ գրային է եւ ամբողջովին կարևոր ու էական է իմ ու քո հոգեվոր կյանքի մեջ։ Եվ այսօր փորձեմ այս կես ժամվա ընթացքում, երբ Աստծո խոսքը կխոսենք միմյանց հետ, քեզ ու ինձ համար ավելի ու ավելի բացահայտվի Քրիստոսի համբարձումի իրականությունը եւ կարևորությունը եւ էականությունը։ Ինչպես գիտեք, երբ Քրիստոսը գերեզմանից հարություն առավ, երբ կանայք գնացին ու տեսան դատարկ գերեզմանը, եւ Հովհաննեսը ու Պետրոսը վաստվեցին եւ մի կրկին անգամ տեսան դատարկ գերեզմանը, այդ օր երեկոյան, երբ աշակերտները մեկտեղ են հավաքված, Քրիստոս հարություն առածը ոչ միայն գերեզմանոցում Մարիամ Մագդաղենացուն հանդիպեց, այլ նաեւ երեկոյան իր աշակերտներին եւ 40 օր շարունակ երկրագնդի վրա եղավ։ 40 օր շարունակ։ Երբ 40 օրը լրացավ իր աշակերտների ներկայությամբ, ամպերի ներքո նա համբարձվեց երկինք։ Բայց մինչև այդ ուզում եմ մի պահ իմ ու քո ուշադրությունը բևեռեմ 40 գաղափարի վրա, 40 թվի վրա։ Եվ համբարձումը եւս կապված է 40-ի հետ, որովհետեւ 40 օր հարությունից հետո նա համբարձվեց։ Տեսնենք թե արդյոք Աստվածաշնչի մեջ քանի անգամ է Աստված փառավորածը, որտեղ Աստծո գիտությունը զարմանալի է եւ հեշտ է եւ բարդ է եւ ընկալելի է եւ անընկալելի եւ 40-ը սկսում ենք այստեղից։ Հիշում եք Նոյին, որ 120 տարի շարունակ ուխտի տապաններ շինում ու քարոզում էր ու ավետարանում էր։ Ճանաչեք եւ ընդունեք Աստծուն, եթե ոչ, երբ կգա ջրհեղեղը, կկործանվեք։ Եվ ասում այդ օրը երկնքի դռները բացվեց ու Աստված 40 օր ինչ տվեց, անձրև տվեց եւ ամբողջ երկրագունդը պատեց ջրով, ջրհեղեղը կործանեց։ Երբ Աստված հրաշքով Մովսեսի ձեռքով Իսրայելին դուրս հանեց Եգիպտոսի ստրկությունից, նրանք 40 տարի անապատում ինչ արեցին, շրջեցին ու թափառեցին մինչև Քանանի երկիրը մտնելու։ Երբ այդ ընթացքում, երբ անապատով գնում էին, Մովսեսին կանչեց տերերի տեր ու փառավոր Աստվածը Սինա լեռան վրա, որպեսզի նրա հետ հանդիպում ունենա եւ նրան տա ինչ քարե տախտակների վրա
10 պատվիրանները։ Քանի օր մնաց Մովսեսը Սինա լեռան վրա, 40 օր և գիշեր։ Երբ նրանք մոտենում էին Իսրայելի ժողովուրդը Քանանի ավետյաց երկիրը, լրտեսներ, սպայներ ընտրեցին, որպեսզի գնան և տնտղեն, ուսումնասիրեն, ճանաչեն այն երկիրը, որ Աստված խոստում էր տվել, որ նրանց պետք է տա Քանանի երկիրը։ Լրտեսները քանի օր անցկացրեցին Քանանի երկրում, 40 օր։ Դրանով ավարտվում է իհարկե ոչ։ Երբ Սավուխը թագավորն էր Իսրայելի և փղաշտացիները դուրս եկան պատերազմի, նրանց մեջ մի հսկա կար, որը կոչվում էր Գողիաթ։ Գողիաթը 40 օր շարունակ առավոտից գիշեր դուրս էր գալիս ու նսեմացնում էր թագավորին Սավուղին, ամբողջ Իսրայելի զորքը և չեր մոռանում ևս նսեմացնելու ու պոռոտախոսելու Աստծո կենդանի Աստծո մասին։ Ասում է 40 օրը լռանալուց հետո Դավիթ պատանին ներս մտավ բանակ և նրա գլուխը առանձնացրեց մարմնից և Գողիաթը մահկանացու դարձավ։ Երբ Եղիան մեծագույն մարգարեն փախուստ էր տալիս Ջեզաբելից, որը հետապնդում էր նրան ու հրաման էր տվել, նա Աքաբի կինն էր, իսկ Եզաբել ինչ էր, կռապաշտ էր, և այդ կռապաշտության մոգերին Աստված ոչնչացրել էր Եղիայի աղոթքով։ Եզաբելը Աստծո դեմ չէր կարող պատերազմել, նրա պատերազմը ում դեմ էր Եղիայի, և նա հետապնդում էր, ու Եղիան կարդում ենք փախուստի մատնվեց, ու հրեշտակը նրա հետ խոսեց, ասեց դադար առ, ու հրեշտակը նրան հաց ու ջուր մատակարարեց, ասեց սնվիր ու կազդուրվիր ու հույսով լցրի, և երբ որ հրեշտակի մատակարարած հացը ու ջուրը կերավ, նա դուրս եկավ ու 40 օր ու գիշեր նա ճանապարհ գնաց։ 40 գաղափարը պատահականության գաղափար չէր։ Երբ որ Հիսուսը պետք է փորձվեր անօրեն թշնամու ձեռքից, նա դուրս եկավ, առանձնացավ և 40 օր ինչ արեց, անապատում ծոմ ու աղոթք արեց, 40 օր շարունակ, և վերջապես ամբողջ Աստվածաշունչը Աստված ընտրեց 40 անհատականությունների, ուշադիր լսեք, 40 անհատականությունների, որպեսզի ամբողջ Աստվածաշունչը Սուրբ Հոգուց առած գրի առնեն։ Եվ 40 օր հետո հարությունից նա համբարձվեց։ Ոմանք անհավատ աշխարհում մտածում են, ոնց կարող է մարդը ֆիզիկապես այդպես երկրագնդի վրա երկրագնդի ձգողական ուժը կա, այդպես հենց այդպես համբարձվի, բարձրանա, գետնից առանձնանա, հոլիվուդյան կինոների մասին չէ խոսքը։ Ժամանակին մարդիկ կասկածում էին, և թույլ տվեք ես մի հատ այսպիսի օրինակ։ Some say such a thing is not possible. Համբարձումը անկարելի մի բան է։ Եթե այսօր մարդը այնպիսի մի գիտության է հասել, որ ինքնաթիռներ են պատրաստում, ոչ թե 1000 կիլո, ոչ թե 10,000 կիլո, այ հազարավոր տոնաներ, ավտոբուսներ, տանկեր են իրենց մեջ կրում, ու ինչ են անում, օդ են բարձրանում։ Եթե մարդը մահկանացու, որ հող ես ու հող պիտի դառնաս, ընդունակ է այդպիսի ինքնաթիռներ շինելու, բայց տերերի տեր ու փառավոր Աստվածը իր որդուն չէր կարող համբարձել երկինք հրեշտակների մեջ, երկնային թագավորությանը։ Գիտեք,
Գործ առաքելոց առաջի գլուխ 9-րդ համարում հետևյալն են կարդում։ Ասում է, երբ նա այդ 11 աշակերտների ներկայությամբ իր վերջի խոսքը խոսեց, գնացեք եւ ավետարանեք ողջ աշխարհը եւ ով որ հավատա եւ մկրտվի պետք է փրկվի ու ասում է աշկերի եւ ասելուց հետո այս բոլոր ասելուց հետո մինչ նրանք նայում էին Հիսուսը վեր բարձացավ եւ ամպը նրան ծածկեց նրանց աչքերից ամպերի ներկայությամբ նա վեր բարձացավ դեպի երկինք մի բա ուզում եմ ես ու դու մտաբերենք նրա ծնունդը եւ նա ծնվեց նրա համար նույնիսկ այն ամենախղճուկ տունը ու տնակը չկար գոյություն չուներ Բեթլեհեմում բոլոր տները բոլոր հյուրանոցները բոլոր պանդոկները լցված էին եւ այդ պանդոկապետերից մեկը այդ իջենվանապետից ասեց գոմ ունեմ դա միակն է որ ես կարող եմ քեզ առաջարկեմ եւ տերերի տեր ու փառավորած Քրիստոս Հիսուսը որտեղ ծնունդ առավ գոմում նրան ասում է խանձարուրով պատեցին ու որտեղ դրեցին մսուրի մեջ այդպես գեղեցիկ է չէ հնչվում մսուրը բայց մսուրը գիտեք ինչ էր այն ամանն էր որ խոտ էին լցնում որ կենթանիները գան ու կերակրվեն նա այդպիսի չափազանց մարդկային մտքից ու գաղափարից վեր ամենախղճուկ ու համեստ պայմաններում Աստված փառավորը ծնունդ էր առնում մարմնի մեջ բայց նրա համբարձումը իր մեջ էլ համեստություն չուներ երկնային ամպերն էին նրան շրջել ու նրան երկինք էին հրավիրում որտեղ նա գնում էր Աստված փառավոր որ նա երկրի վրա իրագործեց իր ծառայությունը մարդկության փրկության համար Հովանես ավետարանը, մինչև այդ համար ընթերցել ուզում եմ մի քանի բացատրություն տալ ձեզի։ Հովանու ավետարանը, եթե գնաք երբևիցե տուն ու ցանկություն ունենաք, յուրաքանչյուր գլուխ, յուրաքանչյուր համար իր մեջ ունի խոսք, գաղափար, բայց 6-րդ գլխի մեջ Հովանու բավականին երկար գլուխ է 63-64 համարներից բաղկացած։ Նա խոսում է ինչի մասին։ Այնտեղ հավաքված հրեաներին ասում է, ձեր հայրերը անապատում երկնային մատուցված ու նվիրված մանանան կերան, բայց ինչ արան, մեռան ու ասեց, ով որ ինձ ուտի, նա կապրի ու հավիտյան կապրի։ Այնտեղ նույնիսկ իր աշակերտները, ոչ միայն առաքյալները, այլ նաև կողքից բազում աշակերտներ, բոլորը սկսեցին, նույնիսկ իր աշակերտները ասեցին, վարդապետ շատ դժվարին է, որտեղ Քրիստոս ասեց, ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե ինձ չուտեք, կմեռնեք։ Եթե ինձ ուտեք, երբեք չեք սովի ու հավիտենականություն կունենաք։ Ես եմ կյանքի հացը եւ դրանից հետո ասեց, այս ամեն ինչ որ խոսում եմ, հոգի եմ խոսում։ Ու հոգի ու ճշմարտություն։ Ու ամենատխուր այդ 6-րդ գլխի այն ցածի տողերը կարդում ես, ասում է այդ օրը իր աշակերտներից լեցուն թողան ու իրանից հեռացան։ Եվ սա է գաղափարը, ինչն է մեր նպատակը, քրիստոնություն, որ իմ ու քո մտքի ու սրտի ուզածը լինի, թե քրիստոնություն, որ իր մեջ ճշմարտություն է պարունակում, որ Քրիստոսն է ինքը, կյանքի հացը, ով նրան ուտի, կյանք ունենա եւ հավիտենականություն ունենա։ Այսքան բացատրությունից հետո ասում է Իսկ եթե ասում աշակերտներ եկան ու ասեցին շատ դժվարին բաներ ես ասում, ասեց դժվարին բաներ եմ ասում ու ավել ասեց իսկ եւ ինչ արեց մարգարացավ ինքը իրեն մասին դեռ 6-րդ գլուխն եք ընթերցում Հովանու ավետն 6 դա իր դեռ առաջի տարվա գործնությունն էր շարունակում ասում իսկ եթե տեսնեք մարդու որդին վեր բարձրանալիս այնտեղ որտեղ առաջ էր հետո չեք զարմանա հետո չեք հիանա Ուրեմն եկեք խոնարհվենք փառավոր Քրիստոսի ամեն խոսքի, ամեն գաղափարի, ամեն մտքի, որովհետև դրանք մարդկային զգացմունքների արտահայտություն չէ, դրանք երկնային են եւ երկնային խոսքը կյանք ունի իր մեջ պարունակած ինձ ու քեզ տալով։
Եվ 6-րդ գլխին հաջորդում է Հովանու ավետարանի 7-րդ գլուխը, որ 7-րդ գլխի 33 համարում այսպես ասում. այժմ Հիսուսն ասեց. դեռ մի փոքր ժամանակ ձեզ հետ եմ, եւ ապա գնալու եմ որտեղ ինձ ուղարկողի մոտ։ Նա գնում էր հոր աջ կողմը նստելու։ Նա գնում էր հոր մոտ։ Մի կարճ ժամանակ ես ձեզ հետ եմ։ Եվ 34-րդ համար ասում է. ինձ կփնտրեք, բայց չեք գտնի։ Եվ որտեղ որ ես եմ լինել, որտեղ ես լինելու եմ, դուք չեք կարող գալ, որովհետև դեռ պատրաստություն կար։ Դեռ Սուրբ Հոգին պետք է գար, դեռ վերստին ծնունդ պետք է լիներ, դեռ ապաշխարություն պետք է լիներ, դեռ եկեղեցին պիտի կառուցվեր, դեռ հարսը պիտի պատրաստվեր։ Ուստի այն երբ Քրիստոսն էր գնում, նա գնում էր երկինքը ինձ ու քեզ եւ իրեն ամեն հավատացողի համար պատրաստելու, որպեսզի դիմավորի ամեն Քրիստոսով ննջվածների համար։ Հովանես 16-րդ գլխի 7-րդ համարում Քրիստոսը մի կրկին անգամ աշակերտների համար բացում է, որ նա պիտի գնա, նա պետք է համբարձվի, որտեղ նպատակ կար։ Հայրը սիրեց աշխարհը, որդուն տվեց, որդին եկավ իր կյանքը զոհաբերեց եւ որդին եկավ ասեց. իմ ժամանակ ավարտվեց։ Ես իմ գործունեությունը մինչև վերջ հավատարմորեն իրականացրեցի։ Ես հիմի պետք է գնամ։ Աշակերտները այդ 40 օրը հարության 40 օրը վայելում էին նրան եւ նրանք փափագելով փափագում են, որ այդ 40-ը միևս 3 տարի լինի, բայց Հիսուսը 16-րդ գլխի 7-րդ համարում բացահայտեց մի նոր հոգևոր ճշմարտություն, բայց ես ձեզ ճշմարիտ եմ ասում ձեզ համար, ավելի լավ է, որ ես գնամ, որտեվ ճաշակել էին, որտեվ նրան մեռած գիտեին, բայց նա կենթանացել էր, նրանց հետ քայլում էր, նրանց հետ հաղորդակցվում էր։ Եթե հիշում եք, սրանից 2 շաբաթ առաջ ինչ ծով եզրին Գալիլեայի ծովի եզրին նրանց հետ հանդիպեց, նրանց հետ ձուկ ու հաց կերավ։ Եվ հիմի հետևյալ ճշմարտությունը իրենց համար բացում, որտեվ եթե ես չգնամ, մխիթարիչը ձեզ մոտ չի գա։ Սա երկնային իմաստություն է, ընտրություն է, որոշում է, դա իմ ու քո որոշումը չէ, որտեվ այդպես էր հայրը, որդին եւ Սուրբ Հոգին ինչ անում, իրենց բաժին ու ներդրումը մարդկության փրկության համար։ Հայրը սիրեց, որդին զոհվեց, Սուրբ Հոգին եկավ, որպեսզի ինչ լինի, մեզի Տեր ու առաջնորդ։ Մխիթարիչը ձեզ մոտ չի գա, իսկ եթե գնամ, նրան ձեզ մոտ կուղարկեմ, եւ նա ձեզ հետ կլինի ու ձեզ հետ կլինի մինչև աշխարհի վերջը։ Սիրելու, հանդիմանելու, շտկելու, քաջալերելու, ոտքի կանգնեցնելու, հիշեցնելու, որ փրկությունը այո եւ ամեն է։ Հիսուսը ճշմարիտն է եւ իրականը։ Պատմում են այսպիսի մի դեպք, որ հոգևոր դպրոց կար ինչ-որ քաղաքում եւ իր պայմանները համեստ էր, հոգևոր դպրոցը չուներ իր ինչը խաղադաշտը, սրահը եւ բնականաբար ուսանողները դասի վերջում ինչ էին անում, դուրս էին գալիս կողքի դպրոցում, այնտեղ էին սկսում իրենց բասկետբոլը խաղալ։ Հոգևոր դպրոցում մի հատ աշխատող կար, աշխատավոր janitor, հայերեն մի քիչ տկեղանչվում, բայց հավաքարար, բայց հոգևոր հավաքարար էր։ Եվ այնքան շատ էր մտահոգված այդ ուսանողների ինչպիսի լինելը, ամեն անգամ երբ երեխեքը դպրոցից դուրս են գալի կողքի դպրոցը գնալ, որ այնտեղի խաղադաշտը օգտագործեն, իրենց հետ գնում էր ու նստում էր մի հատ աթոռի, եւ Սուրբ Գիրքը բացում էր ու ընթերցում էր։ Այս գրքի հեղինակը ասում է, մի օր ընկերներից հետ անցնում ենք, տեսանք, մոտեցանք, ասենք ինչ ես անում։ Ասեց հեչ, Սուրբ Գիրք են կարդում։ Ասում է հետաքրքրեց, ասենք ինչ ես կարդում։ Ասեց հայտնության գիրքն եմ կարդում։ Զարմացրեց մեզի, հավաքարար տեսքից երևում էր։ Ասեց, բա որ հայտնության գիրքն ես կարդում, հասկանում ես թե ինչ ես կարդում։ Ասեց, իհարկե հասկանում եմ։ Ասավ, ինչ ես հասկանում։ Jesus is going to win։ Ասեց, ես հասկանում եմ, որ Քրիստոսը հաղթելու է։
Գիտեք, մեկ մենք այդպես շփոթվում ենք, խառնվում ենք վարդապետությունների մեջ։ Ամեն մեկից Աստված մեր չափով մեր գիտությունը մի իմաստություն է տվել։ Եվ դրա համար զարմանալի ցևով եւ գիտության ասպարեզում առաջադեմը կարող է խոնարհվել եւ Քրիստոսին ընդունել Տերերի Տեր ու փառավոր Աստված եւ այդ մարդու նման մի հասարակ մահկանացու հավաքարար եւս կարող է խոնարհվել եւ ընդունել Քրիստոս Հիսուսին որպես Տեր ու Փրկիչ։ Սա միակ մարդկային ասպարեզն է, որը ոչ մի դեր չունի, թե դու ինչ ծնողներից ես, այդպես շատ ենք սիրում, չէ, հնչեցնել, պապս, հայրս, մեծ պապս քահանա է եղել, մեծահարուստ ենք եղել, թագավորի կողքի տանն ենք ապրել, ոչ մի դեր նշանակություն չունի, քո դերը ու նշանակությունը քո սրտի որոշումն է, ճանաչել ես նրան, հավատում ես նրան, երկնքում էլ չենք զարմացնի մեկս մյուսին, դու գիտես ես ինչ տիտղոս, ինչ պաշտոն, ինչ դիրք ունի երկրի վրա, ինչ աշխատանք ունի, ինչ եկամուտ ունի, ինչ կրթություններ եմ ստացել, լավ ես արել, բայց հավատքը անկախ այդ բոլորից, երբեք Աստծո առջև չբերես զարմացնելու քո ինչը դիպլոմաները կամ քո հաջողությունները բիզնեսի կամ քո դրամագլուխը, Տիրոջը կարող ես զարմացնես մենակ քո պարզ ու հստակ սրտիդ որոշումով, ինչպես այս դպրոցի հավաքարարը հայտնության գիրքն էր կարդում, Աստվածաշնչի ամենախորուն, ամենաբարդ ու դժվարին գիրքը, բայց նրա համար մի գաղափար էր բացվել, որ Քրիստոսը հաղթելու է այս աշխարհին։ Եվ այդ հաղթությունը ոչ թե իր համար է, ոչ թե երկնքի համար, այլ ինձ ու քո համար։ Մենք, որ հավատացինք նրա հաղթությանը։ Չորս ավետարանիչներից երեք ավետարանիչներն են ներկայացրել Քրիստոսի համբարձումը ավելի շեշտակ է։ Հովհաննեսը ինչ պատճառներով ուրիշ հատվածների վրա է կենտրոնացել։ Բայց զարմանալի ցևով Մարկոս ավետարանը, որ ամենափոքրագույն ու ամենահամառոտ ավետարանն է, յուրահատուկ ուշադրություն է դարձել համբարձման հետ կապված։ Եվ այսօրվա մի համար, որ առել ենք Մարկոսի ավետարանի 16-րդ գլխի 19-րդ համարն է, որ ինչքան հստակ ու պարզ հետևյալն է նկարագրում. Արդ Տերը նրանց հետ խոսելուց հետո երկինք համբարձվեց եւ նստեց Աստծո աջ կողմը։ Սա առաջի անգամ մենք լսում ենք Մարկոս ավետարանիչից, որ նա երկինք բարձրացավ եւ Տիրոջ հոր աջ կողմը նստեց։ Իսպիսի մի հատ հարցում եմ ուզում հարցնել, չգիտեմ, երբևիցե ձեզ հարցում հարցրել եք, ինչու նստեց։ Սովորաբար մենք երբ ենք նստում, երբ որ գործը ավարտելուց հետո հոգնում ենք, չէ՞։ Գործը ամբողջելուց հետո նստում ենք։ Քրիստոս Հիսուսը իր ամբողջ մարդկային փրկության գործը երկրի վրա ավարտել էր։ Եվ նա գնաց հոր աջ կողմը նստելու ու հանգիստ առնելու ու ինձ ու քեզ եւ հավայն մարդկության համար բարեխոսը լինելու։ Նա իր վաստակաշատ հանգիստն էր առնում երկնքում։ Ինչպես մենք աշխատում ենք 20-30 տարի եւ մի օր ինչ ենք անում, այսպես է, չէ՞, թոշակի ենք գնում, հանգստի ենք գնում, հանգստանում ենք, ավելի հաճախ ենք նստում, որտեղ մեր աշխատանքը իրականացրել ենք, կատարել ենք, բայց Քրիստոսը ողջ մարդկության փրկության գործն էր ավարտել եւ նա արժան հոր աջ կողմը նստելու ու հանգիստը առնելու։ Փառավոր լինի նրա սուրբ եւ պատվական անունը։ Ժամանակ առ ժամանակ այսպիսի մի սիրասուն հոգևոր եղբայր ունենք, որ զարմանալի է մի քաղաքի ծնունդ է, որ ես այդպես էլ այդ քաղաքը չհասկացա, Շիկագոից էր մեր Դուայթ Մուդի եղբայրը։
եւ այնտեղ կառուցեց իր ժամանակին ամենամեծագույն հոգևոր ինստիտուտը եւ տպարանը։ Բայց արդյոք այսօր որևէ մի հետք ու նշանակություն կա սրտի ցավով ոչ։ Դվայթ Մուդին ասում է մի օր ժամանակին, այն ժամանակ շատ հաճախ ճամփորդում էին ինչքով գնացներով, երկաթողիների գնացներով։ Ասում է գնացքում նստած հանդիպես մի հատ մորմոն եղբորը, զրուցի բռնվեցին։ Եվ Դվայթ Մուդին հետևյալ ասեց, գիտես, որ իմը ու քո հավատացած Աստծո մեջ ընդամենը մի բառի տարբերություն կա, ասեց ինչն է, ասեց it separate our religious belief, yours is do, դուք անում եք, որպեսի փրկվեք, while mine is done, իսկ ես հավատում եմ, որ իմ փրկության համար Քրիստոսը ամեն բան կատարել է։ Եվ սա միայն մորմոնների համայնքի մասին չէ, սա ամբողջ աշխարհի, բոլոր կրոնների, բոլոր փիլիսոփայությունների, բոլոր մարդկային շարժումների ու գաղափարների պատասխանն է։ Եթե նայես ուսումնասիրես փիլիսոփայությունները, կրոնները, ուսմունքները, նրանց մեջ կա պիտի անես, որպեսզի հասնես։ Իսկ Քրիստոսի մեջ մենք հավատում ենք, որ նա փրկության համար ամեն բան արած է։ Մենք միայն ինչ ենք անում, մենք միայն աղոթում ենք, գոհանում ենք, մեծարում ենք, երգում ենք, փառաբանում ենք, վայելում ենք ու ճաշակում ենք նրա փառավոր ու աստվածային ներկայությունը մեր եւ մեր տան մեջ։ Ամեն։ Ամեն եւ ամեն։ Ամեն եւ ամեն։ Նա ամեն բան կատարեց, ինչի փրկության համար։ Եթե մի փոքր բան բաստողում աներ, ես ու դու չենք այն լրացնենք, վստահեցնում եմ, եւ ոչ միայն մորմոնների, կամ Եհովայի վկաների, կամ իսլամի, կամ հինդուիզմի, կամ բուդդիզմի, կամ կոնֆեսիոնիզմի, որևէ կրոնի մեջ, նրանք ասում են պիտի ես անես, պետք է նստես, պետք է կանգնես, պետք է գլուխդ մազերը սափրես, ես ինչ պիտի անես, պետք է մի ամիս սոմապահ, ամեն ինչ անելիք է, հասկանում եք, բուդդիզմի մեջ այդքան ցավալիա, որ նմանատիպ սովորություններ կա, որ պետք է այդ բուդդայի փորը այդպես անես, խուտու տաս, տրորես, հասկանում եք, ապուշություններ, որ նայում ես կողքից ու տեսնում ես, թե ինչ է քեզ համար բացվել, ինչ երջանկություն ու հավիտենականություն, Քրիստոս Աստվածը իմ փրկության գործը ամբողջովին կատարել ու իրականացրել է, ինձ մնում է վայելել նրան իմ կյանքի ապրած օրերի մեջ։ Միթե արժան չէ նա մեծարանքի ու փառաբանության։ Հիշում եք խոսքիս զգույչ ասի, եթե եկել ես Տիրոջը տանը մեջ, վայելիր ու փառավորիր ու մտիր նրա աշխարհի մեջ ու այն բաժինը եւ այն օրհնությունը, որ նա քեզ համար պատրաստել ու նախատեսել է, առ նրա փառավոր ձեռքերի մեջ։ Եվ մի անգամ եւս վերադառնանք ու վերլուծենք, թե ինչքան անհրաժեշտ ու էական էր Քրիստոս Հիսուսի համբարձումը։ Մի քանի կետեր եմ ես մեջ բերում արել։ Համբարձումը անչափ էական ու կարևոր էր, որպեսզի ընդգծվեր it's a final moment, վերջնակետը, այն պահը, այդ ընթացքը, այն ընթացքը, որ նա երկիր եկավ, ծնունդ առավ, հասակ առավ, 30 տարեկանում մտավ ծառայության մեջ եւ 3 տարի ծառայեց, քարոզեց, խաչվեց, հարություն առավ եւ պահ կար, որ պետք է առանձնանար։ The final moment when Jesus returned to heaven, համբարձումը զատում է նրա երկնային կյանքը, նրա երկրային կյանքը երկնային կյանքից։ Այդպիսի մի օր պետք է լիներ, որ կոչվեց համբարձման օր։ It should be a day dividing when the Jesus of earth would become the Christ of heaven. Պետք է այդպիսի մի օր լիներ, որ զատեր, որ երկրի վրա ապրող Քրիստոսը հիմի դառնում էր երկնքի փառավորած Քրիստոսը։ Նա ապրեց երկրի վրա մարմին, Հիսուս, նա երկնքում Քրիստոս է, փրկություն է համայն մարդկության համար։ The ascension marked the transition from his earthly ministry to his heavenly one. Նա երկրի վրա ծառայություն ուներ, եւ նրա մեծագույն ծառայությունը ոչ թե մեռելին հարություն տալն էր, ոչ թե կաղին քայլել տալը, ոչ թե
կույրին տեսողություն, ոչ թե խուլին լսողություն, նա եկել էր մարդկության փրկություն բերելու։ Եվ համբարձումը ինչ արեց, զատեց նրա երկրի վրա գործնությունը, նա հիմի երկնքում հոր աջ կողմը նստած ինչ է անում, բարեխոսում է հարս եկեղեցու համար, իրեն մենը մեկ հավատացողի համար, համբարձումը զատեց նրա ծառայությունը երկրի ու նրա ծառայության շարունակությունը երկնքի, համբարձումը այդ կիզակենտրոն կետն է, որ մենք զատում ու առանձնացնում ենք։ Մինչ համբարձում նա տառապեց, նա խաչվեց, համբարձումից հետո նա երկնքի ու հրեշտակների ներկայություն է վայելում։ Տեսնում եք տարբերությունը, համբարձումը զատեց, նա առանձնացավ, նա երկինքի թագավորություն է վայելում։ Մինչ համբարձում նա կրեց խաչի ամբողջ թառը ու ցավալի ինչը մահվան պատիժը։ Դուք գիտեք, որ մարդկային պատմության մեջ ավելի դաժան մահապատիժ չի եղել, քան թե խաչելության մահապատիժը։ Դուք գիտեք, որ այն ժամանակ միայն խաչելության էին մատնում ամենաահավոր, սարսափելի մարդասպան ավազակների եւ նրան այդ սրբության սրբոցին խաչի մահը մատնեցին։ Համբարձումը նրան զատեց, նա հիմի վայելում է երկնքի թագավորությունը, այո ու հավիտյանս հավիտենից, ամեն։ Եվ այսքան բան իմանալուց հետո ամեն անգամ, երբ որ ես ու դու եկեղեցի ենք գալիս, որ մաս կազմենք այդ երկնքում վայելող մեր թագավորած Քրիստոսին ու միաբանվելով հրեշտակներին նրան երկենք փառաբանության, անչափ տխուր ու ցավալի է, երբ ոմանք пассив ինչ են անում, դիրքորոշում են ընտրում, նստում են ու կողքերին տնտղում են, տեսնեն ով է երգում, ով է քնում, ով է իր նման հեռախոսով զբաղվում։ Քրիստոսը ցավում է, ես եւս ոչնչությունս Քրիստոսի հետ միաբանված ցավում եմ քո անտարբերությանդ համար։ Փոխվիր, քանի դեռ ժամ կա։ Եվ ինչպես խոսքի սկզբում ասեցի, ինչպես մեր քույրը մեզ քաջալերեց, եկեք այս 2 ժամը ամբողջովին նրան տրամադրենք եւ նրանից առնենք շնորհք եւ մի անսահման ողորմություն։ Ուզում եմ այսօրվա իմ խոսքը ավարտեմ մի այսպիսի օրինակով, որպեսզի մի անգամ եւս ես ու դու համոզվենք, եթե մենք լռենք, Տերը երկնքում չի պակասի։ Տիրոջ եկեղեցին երկրի վրա չի պակասի, պակասողը կլինեմ ես ու դու, երբ որ ես կընտրեմ չմիանալու իմ քույր ու եղբայրների հետ փառք ու փառաբանություն, աղոթք ու մեծարանք բերելու Տերերի Տեր ու փառավոր Աստծուն։ Օրինակը բերված է մի կենդանի անհատականությունից։ Անկասկած սեզանից 90% ներկաները ճանաչում եք, Նիկոլո Փագանինի։ Նա ոչ միայն Իտալիայի, այլ կարող եմ ասել աշխարհի մեծագույն ջութակահարներից մեկ էր։ Նա ոչ միայն որպես ջութակահար վարպետ էր իր գործի մեջ, այլ նաև որպես երաժիշտ կոմպոզիտոր։ Նա առանձնահատուկ դեր ու արժեք ու նշանակություն ունի։ Նա ծնվեց ու հաճախ իր գործունեություն ունեցավ Ջենոայում, Ժենևա չէ, Ժենևան Սվիցերլանդում է, Ջենոան Իտալիայում է, նա այդ քաղաքի ծնունդ է։ Երբ մոտեցել էր իր մահվան օրերը, նա իր այդպես թանկարժեք ջութակը նվիրեց այդ քաղաքի թանգարանին միայն մի պայմանով, ու ամենասխալ որոշումը կայացրեց Պագանինին իր կյանքում, ասեց ես իմ ջութակս կնվիրեմ այս քաղաքի թանգարանին միայն մի պայմանով, որ երբեք այս ջութակի վրա որևէ մեկը չնվագի, դա խոսում էր միանշանակ իր ինչի եսի մասին։
Սիրելիներս, ես այստեղ ջութակի եւ երաշտյան դաշ չեմ տալիս, բայց շատ դժվար չէ ըմբռնել ու հասկանալ, որ Պագանինի նման մարդու ջութակը կառուցված էր այնպիսի փայտի տեսականիներ կա, որ շատ դժվար ու հազվադեպ է գտնում ու շատ դժվար է մշակում։ Նմանատիպ փայտերը, եթե չեն օգտագործվում, փչանում են։ Ի տարբերություն, եթե փայտեր կան, որից կահույք ես պատրաստում ու ոչ մեկին չես թողնում նստես, ցելոֆանով պատում ես ու տարիներ մնում է։ Ջութակ այդպեսին չէ։ Եվ ժամանակի ընթացքում Պագանինի ջութակը դարձավ անարժեք։ Սա դիպուկ գիտեք ինչի մասին է խոսում։ Երբ որ ես ու դու ծնունդ առանք, մենք անարժեք մի հատ փայտի տեսականի էինք։ Երբ որ Քրիստոս Հիսուսի մեջ ծնունդ առանք, վերստին ծնունդի մեջ մեզի առանձնացեց ու այս աշխարհի ամենաթանկ արժեքով մեզի հագցրեց, ինչպես Պագանինի ջութակի այդ փայտի տեսականին էր։ Մեր մեջ եկավ Աստծո Սուրբ Հոգին եւ մենք արժեքավորվեցինք ու առանձնացանք ու մասայից ու ամբողից անհատ դարձանք։ Մեր անունը գրվեց երկնային թագավորության գրքի մեջ։ Ու ինչքան ցավալի ու տխուր է, որ այդքանից հետո մենք գալիս է մի օր ու որոշում ենք, էլ ես չեմ երգելու, էլ ես չեմ աղոթելու, իմ տարիների հավատքը լիիրավ բավարար է ինձ երկինք տանելու։ Զգուշացիր, ինչպես Պագանինի այդ աշխարհահռչակ երաժշտի ջութակը անարժեք դարձավ, ես ու դու էլ մեր անգործունությամբ, մեր դատարկությամբ կարող ենք կորցնենք ոչ միայն մեր հավատքը, այլ մեր ամբողջ հավիտենականության փրկությունը, քանի դեռ Աստված կյանք է շնորհարել մեզ եւ օրեր պարգևելու, եկեք մաս ու բաժին կազմենք նրա փառաբանությանը եւ երբեք չծուլանաս, չզլանաս, չտկարանաս, տրամադրություն այստեղ դեր ու արժեք չունի։ Կողքի քուրը բարձրա երկում ինձի ցավեցնում է, դու էլ նրանից ավելի բարձր երկիր, դու քրոջ համար ու եղբոր համար ու հովիվի համար չէ, դու եկել ես տերերի տեր ու փառավոր Քրիստոսին մեծարելու, մի կորցրու քո դերդ ու արժեքդ այդ ներկայությանը մեջ, Հիսուսի անունով, ամեն։